կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Սիրելի սանայինցիներ, ողջունում ենք բոլորիդ, բարի կեսօր արդեն, բարի կեսօր։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շարունակել այն խոսակցությունը, որը քիչ առաջ սկսել ենք Ալավերդիում։ Ես էլի խոսում էի նրա մասին, որ մեր իրականության մեջ շատ է ընդունված եղել միշտ հետևյալ բանաձևը, հետևյալ հարցադրումը, որ լավա լինելու, կամ որ մենք իր այդ խոսում ենք, անդադ ասում ենք, չէ, լավա լինելու, հետո տանջված տենց ինչ-որ բաներից, ներվայնավերջում ասում ենք, լավա լինելու, այսինքն լավա լինելուն մեր կյանքի մշտական ուղեկիցը և բանաձևն էր, բայց լավա լինելու ինչ է նշանակում, նշանակում է, որ հիմա լավ չի, և մենք այս բանաձևն է, որ փոխել ենք վերջին տարիներին, և մենք այլևս չենք լինելու լավա լինելու բանաձևի մեջ և չենք, մենք ասում ենք լավա, այսօր է լավ, հիմա է լավ և միշտ պետք է այդպես լինի, պետք է այսօր լավ լինի, հիմա լավ լինի։ Օրինակ ինչով է լավ, բայց հաջորդ հարցը կհնչի, ինչով է լավ։ Լավ է օրինակ դրանով, որ Սանային գյուղում և Սանային գյուղի հետ կապված Խորհրդային միության ժամանակներից էսկոմ երբեք են ծավալի ներդրումներ չեն արվել, ինչքան արվել են 2018 թվականից հետո։ Մի 2 միլիարդ դրամանոց ճանապարհ հիմնանորոգվել դեպի Սանային եկող, կրթահամալիրեն կա։ 1.6 միլիարդ դրամի ներդրում արվել։ Լավ է նրանով, որ այսօր մեր սանայինցիները և հայաստանցիները ունեն առողջության ապահովագրություն և մարդիկ նվազագույն կարիքները առողջապահական ոչ թե մտածում են որտեղից վարկ վերցնեն, տունը որտեղ գրավ դրեն, այսօր ձեր պետությունը կանգնած է ձեր կողքին և ասում է, որ 65+ տարիքի թոշակառուների առողջապահական նվազագույն ծախսերը պետությունը ինքը կհոգա։ Այդպես է, թե այդպես չի ժողովուրդ։ Մինչև 18 տարեկան երեխաների առողջության ապահովագրություն ամբողջ ապահովում է պետության հաշվին և նաև 200,000 դրամ և ավել ես եմ շնորհակալ ձեզ, ես եմ շնորհակալ, որ այս ողջ ընթացքում ամենաբարդ և դժվար ժամանակներում Հայաստանի քաղաքացին ամուր կանգնել է Հայաստանի պետականության, Հայաստանի անկախության, Հայաստանի ժողովրդավարության հիմքերի պաշտպանությանը և ժողովուրդ ջան, դուք հիմա քաղում եք այն պտուղները, որոնք ցանել եք 2018 թվականից սկսած, դու մենք իրար հետ անցել ենք շատ տառապանքների, շատ փորձությունների միջոցով, բայց Հայաստանի քաղաքացին չի սասանվել և Հայաստանի Հանրապետությունում փոխվել է պետական և քաղաքացիական բանաձև, եթե մի ժամանակ մարդիկ որտեղ հաց, այնտեղ կաց բանաձևի հետևից ստիպված էին գնալ երկրից դուրս, մենք այդ բանաձևը դրել ենք մի կողմ և ուրիշ բան ենք ասում ենք հացի համար մեր քաղաքացին չպետք է գնա ուրիշ երկրներ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն առաջին հերթին հաց ստեղծելու գործիք է և պետք է ծառայի մարդկանց, որ նրանք հացը իրենց կարողանան ստեղծել և այս է պատճառը, որ մենք որտեղ հաց այնտեղ կաց բանաձևը, որը մեզ միշտ տանում էր Հայաստանից դուրս, փոխարինել ենք այստեղ հայրենիք, այստեղ հաց, այստեղ պետություն, այստեղ կաց բանաձևով։ Եվ մենք այսօր ժողովուրդ 2018 թվականից էսկոմ Հայաստանում ստեղծվել է 280,000 աշխատատեղ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում
Միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Դա նշանակում է, որ թոշակառուն մի ամսվա ընթացքում կարող է ծայրը ծայրին հասցնել։ Բայց այդ մեր երազանքը չի, որ մենք ասենք թոշակառուն ծայրը ծայրին հասնում է, այդ էինք ուզում։ Բայց եկեք հիշենք, որ 2018 թվականին նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ։ 16,000 դրամ։ Այդ թոշակը մենակ հաց առնելուն, հաց ու պանիր առնելուն բավարար չէր։ Մենք 2022 թվականին նվազագույն թոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին։ Այսինքն, որ գոնե հաց ու պանրին այդ նվազագույն թոշակը հերիքի։ Այսօր արդեն մենք նվազագույն թոշակը եռապատկել ենք։ Եթե 2018 թվականին 16,000 դրամ էր, այսօր 46,000 դրամ է։ Եռապատկել ենք նվազագույն թոշակը, պլյուս դրան անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը, որից արդեն այսօր 531,000 թոշակառու օգտվում է։ Եվ սա շատ կարևոր է նաև այն, որ նախկինում կային քրոնիկական հիվանդություն ունեցող թոշակառուներ, ովքեր ստիպված էին ամեն ամիս 10-20-30,000 դրամի, նույնիսկ 40,000 դրամի դեղեր գնել։ Հիմա այդ դեղերը իրենք ստանում են առողջության ապահովագրության միջոցով եւ այն փողը, որ իրանք նախկինում դեղերի վրա էին ծախսում, հիմա այդ մնում է իրանք գրպանում։ Հետևաբար այդպիսի շուրջ 50,000 թոշակառուներ կան։ Այդպիսի թոշակառուների իրական եկամուտը ոչ թե 10 պլյուս 10,000-ով ավելացել, այլ 10 պլյուս 10-ը նայած ով ինչքան էր նախկինում ծախսում 10,000, 20,000, 30,000, 40,000։ Այսօր լավ է նրանով, որ 2 տարի Հայաստանի սահմանին ավելի քան 2 տարի ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Դա ուրախանալու առիթ է, թե ուրախանալու առիթ չի։ Այսօր, եթե նախկինում զինվորի հետևից ծնողը պետքա նասկի ու քաղցրավենիք ուղարկեր, այսօր բանակում մենք ներդրել ենք պաշտպան հայրենիք ծրագիրը, որ զինվորը գնում է պայմանագիր է կնքում, այսինքն 6 ամիս վերապատրաստվում է պայմանագիր է կնքում, ատեստավորվում է եւ կախված իր ատեստավորումից 300,000, 400, 500, 600,000 դրամ վարձատրություն է ստանում, եւ եթե նախկինում ծնողը պետք է զինվորին պահեր, պաշտպան հայրենիացով առնվազն զինվորն է իր ծնողին պահում։ Եվ սա ընդ որում 5 տարվա ծառայություն ավարտելուց հետո 5 միլիոն դրամ լրացուցիչ պարգևավճար ստանում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող զինվորական կա։ Այսօր մենք գիտության գիտնականների աշխատավարձերը 300%-ով մինչև ավելացրել ենք ատեստավորման արդյունքներով։ Գիտության ֆինանսավորումը 17 թվի համեմատ մոտ 3 անգամ ավելացրել ենք։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մենք ռազմաարդյունաբերական համալիր ենք ստեղծել եւ Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ զենք է արտահայտում, ռազմական ապրանք է արտահանում օտար պետություններ, սա ուրախանալու առիթ է, թե ուրախանալու առիթ չի։ Մենք մայիսի 28-ին ձեզ ցույց ենք տալու ձեր նոր բանակը, ժողովուրդ ջան, ձեր նոր բանակն ենք ձեզ ցույց տալու Հանրապետության հրապարակում։ Եվ ես հրավիրում եմ բոլորիդ, որ մայիսի 28-ին գաք եւ սեփական աչքերով տեսնեք, որովհետեւ իհարկե հեռուստացույցով կցուցադրվի, բայց ամենը հեռուստացույցով չկտեսնի, որովհետեւ սովորաբար զորահանդեսը ոնց է ալնում, գալիս են հրապարակով անցնում են եւ թողում գնում են, այս անգամ մենք որոշել ենք ուրիշ բան անենք։ Զորահանդեսի ռազմական տեխնիկան հրապարակից դուրս կգա, կշարվի Տիգրան Մեծ պողոտայում, ամբողջ օրը կմնա այնտեղ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան գան, տեսնեն իրենց աչքերով եւ իրենց սեփական չմիջնորդավորված տպավորությունները ստանան։ Եվ ես ասում եմ, որ ես էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել եմ, որ Երևանի փոքր եւ մեծ կենտրոնի բոլոր ռեստորաններին եւ սրճարաններին առաջարկի, որ իրանք այդ օրը կրկնակի եռակի իրանց պաշարները ունենան, որովհետև կանխատեսում եմ եւ գրեթե համոզված եմ, որ այդ օրվա զորահանդեսը տեսնելուց հետո Հայաստանի ժողովուրդը ուզենալու է քեֆ անի,
Համոզված եմ ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մյուս հատվածներում։ Բայց ես նաև ուզում եմ ասել, Ժողովուրդ ջան, էս էլ է պետք արձանագրել, թե ի վերջո որտեղից, ոնց ենք մենք թոշակ բարձրացնում։ Ես ուզում եմ իմանալ, որ միայն այս տարի թոշակի միայն ավելացած մասի վրա մենք 70 միլիարդ լրացուցիչ գումար ենք ծախսելու միայն այս տարի։ Դա 200 միլիոն դոլարն է։ Ոնց է, որ զինվորը այդքան աշխատավարձ է ստանում։ Իսկ հեղափոխությունից հետո 2018-ից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեը մտել 6.6 միլիարդ դոլար լրացուցիչ գումար։ Որտեղից այդ գումարը։ Մենք նախ եկել ենք եւ թալանի բոլոր ճանապարհները փակել ենք եւ թալանող բոլոր թաթիկները կոտրել ենք։ Նրանք չեն կարողացել այլևս այդ 6.6 միլիարդը նախկինում ձեզ հայտնի քրեական օլիգարխիայի գրպաններն էր գնում։ Մենք ես 2021 թվականի հունիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացա, որ ժողովուրդը իդեմս կառավարության փայաբաժին կունենա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Եվ մենք ունեցանք։ Եվ 2018-ից 2025 թիվը ներառյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի շատ գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդող 8 տարվա ընթացքում։ Այս գումարները նախկինում քրեական օլիգարխիայի գրպաններն էին գնում, նախկին ղեկավարների։ Այսօր այդ գումարները գալիս են ձեր գրպանները թոշակի տեսքով, աշխատավարձի տեսքով, առողջության ապահովագրության տեսքով, ճանապարհների տեսքով, դպրոցների տեսքով, մանկապարտեզների տեսքով։ Ես էլ հիմա ոնց որ 2021 թվին խոստացել եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ պրոցեսներ տեղի կունենան։ Հիմա ձեզ խոստանում եմ, որ Արարատ ցեմենտը առաջիկայում կդառնա պետական սեփականություն որպես թալանված գույք։ Որովհետև գլխավոր դատախազությունը արդեն իսկ դիմել է կառավարություն, որ բացահայտվել է Խարդախ շղթան Գուլոյանների եւ Ծառուկյանների կողմից կիրառված, որ նրանք Հայաստանի ժողովրդին պատկանող գույքը գողացել են եւ այդ գույքը ետաբերվելու։ Այդ որում Ծառուկյան Գուլոյան ընտանիքի մի հատ շքեղ առանձնատուն տղյակ, որը գիտեք իրանց սարքածների մասշտաբները, այդ ձեր հաշվին են սարքել։ Այդ ձեր հաշվին են սարքել, ձեզանից գողանալով են սարքել եւ գողացածը այդ տունը հիմա այսօր արդեն պետական, այսինքն ժողովրդական սեփականությունն է, նա այլևս նրանց սեփականությունը չի, այլ ձեր սեփականությունն է։ 2018 թվականից մինչև այսօր մենք ապօրինի գույքի բռնագանձման համակարգով եւ տարբեր համակարգերով 730 միլիոն դոլարից ավել գույք եւ դրամական միջոցներ վերադարձրել ենք Հայաստանի պետությանը եւ այդ միջոցներով որ ձեր թոշակ ենք բարձրացնում, աշխատավարձ ենք բարձրացնում, ճանապարհ ենք կառուցում, դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում։ Ֆինանսների նախկին նախարարի տունը ապօրինի ձեռք բերված մեր հայտի հիման վրա Միացյալ Նահանգներում վաճառվել է եւ հիմա process է գնում այդ գնի 70%-ը փոխանցվում է Հայաստանի պետական բյուջե։ Ինչի 70%-ը, որովհետեւ Ամերիկայի օրենսդրության նրբություններով ելնելով մենք կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը վերադարձրել ենք եւ դարձրել ենք պետական գույք։ Եվ դրանից հետո ենք պարզել, որ կալուգացի օլիգարխը մանկապարտեզներից հոսանքի գումար է գողացել, հոսանք մանկապարտեզների վրա ավել գումար են, հոսանքի փող են գրել եւ դրել իրանց գրպանները, զորամասերի վրա ավել փող են գրել եւ դրել իրանց գրպանները, պետական մարմինների եւ քաղաքացիների վրա ավել փող են դրել եւ դրել իրանց գրպանները։ Եվ գիտեք ինչա տեղի ունեցել, երբ որ զգացել են, որ արդեն մեր իրավապահ մարմինները կամած մոտենում են բացահայտումներին, 2024 թվականի հունվարին բազաները լրիվ ջնջել են։
բազաները հեծը կալուգացի օլիգարխի գլխավորությամբ բազաները ջնջել են, որպեսզի չբացահայտվի, բայց մեր իրավապահները գտել են ձևը եւ հիմնավորել են եւ ապացուցել են։ Եվ հիմա ուրիշ բաներ է պարզվում։ Այդ կլանի ներկայացուցիչները, որ օրինակ եղել են շարքային լուսի մարդիկ, այսօր մարդիկ են պարզվում, որ Երևանում 11 հատ տուն ունեն, այն դեպքում, երբ որ վերջին 20 տարիներին մենակ լուսի մարդ են աշխատել 200,000 դրամ, թե չգիտեմ ինչքան դրամ աշխատավարձով։ Իսկ մենք եկել ենք եւ հեծի այդ չարքաշ աշխատողների աշխատավարձերն են բարձրացրել արդեն այս ամիսների ընթացքում։ Եվ հեծը իր վարկերը նախքին առաջանցիկ տեմպերով է փակում, մինչդեռ նախկինում դա կախված էր բաժանորդների եւ մեր բոլորի վրա։ Սրանով է լավ այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Եվ վերջին օրերին ընդհանրապես լրտեսական բանա բլոկբաստերը Հայաստանում ծավալվում։ Պարզում է կալուգացի օլիգարխը օտար երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցը։ Երեկվանից ամբողջ Հայաստանը սրա մասին խոսում է եւ 24 ժամ է անցել։ 24 ժամ հետո նրանք ասում են դատի կտանք։ 24 ժամ 24 ժամ ամբողջ Հայաստանը նրանց մեղադրում է օտար երկրի հատուկ ծառայության աշխատակից լինելու դեմ եւ նրանք նոր ասում են գիտեք ինչ դատի, գիտեք ինչ է 24 ժամ, որովհետեւ այս ընթացքում թույլտվություն են հարցրել, այս ընթացքում հրահանգ չեն ունեցել հրահանգ, թե ինչպես գործեն, որովհետև նրանք գործում են միայն հրահանգով, նրանք ինքնուրույն մարդիկ չեն, նրանք քվոտը ոտի առաջ դնելու ինքնուրույնություն չունեն։ Բայց եթե նրանք նախկինում ասում էին, որ Հայաստանի Հանրապետությունը պետության համը մնալու է իրանց բերանները, ինչքան էլ դաժան են չի, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ասում եմ Ծառուկյան, Կալուգացի, Քոչարյան, Եռյակի, ինչքան էլ դաժան են չի, նրանք, որ ուզում են կուլ տան հայկական պետությունը եւ անկախությունը, Հայաստանի Հանրապետությունը, պետությունը ձեր կոկորդն է մնալու, ոչ թե համն է մնալու բերանները, այլ պետությունը, որը ունի տեր, իդեմս Հայաստանի ժողովրդի, ձեր կոկորդն է մնալու, եւ ես ձեզ ժողովուրդ հանդիսավոր խոստանում եմ, որ դուք ձեր աչքերով դա տեսնելու եք, անպայման եք տեսնելու, եւ այս ճանապարհին մենք երբեք չենք կանգնել եւ չենք կանգնելու, մենք 2018 թվականից պայքարում ենք մաֆիայի դեմ եւ եկել է մաֆիան, այդ երրագլուխ պատերազմի կուսակցությունը վերջնականորեն ջախջախելու ժամանակը եւ դրան կա օր եւ ժամ 2026 թվականի հունիսի 7 Ժորժան, ինչ ասցի, շատ կարևոր է, բայց ամենակարևորը այնուամենայնիվ ուրիշ բան է, որը հիմա ես ձեզ ուզում եմ ասել։ Ամենակարևոր իմ ասելիքը այն է, որ ես ձեզ ուզում եմ շնորհավորել, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն, խաղաղությունը հաստատվել, ժողովուրդ ջան։ Եվ այդ խաղաղությունը 9 ամսվա կյանք ունի, 9 ամսական է մեր խաղաղությունը։ Եվ 9 ամսական մեր խաղաղությունը նման է 9 ամսական մանուկի, որտեղ որ 9 ամսական երեխակա այդ երեխան այդ տան ամենամեծ ուրախությունը եւ երջանկությունն է։ Այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է եւ խաղաղությունն է, որ ուրախություն է բերել Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ այսօր պատերազմի երրագլուխ կուսակցությունը ուզում է Հայաստանը կրկին զրկի այդ ուրախությունից։ Նրանք ինչ են ասում են այդ 9 ամսական մանկիկին, եկեք հանձնենք որբանոց, որովհետև մենք չենք կարա տեր կանգնենք, եկեք հանձնենք ուրիշի խնամքին, երաշխավորների մասին իրանց խոսակցությունը, որ լսած կլնենք, հենց սրա մասին է։ Մենք տեսել ենք երաշխավոր եւ երաշխավորություն, բայց մենք պետքա հաղթահարենք եւ հաղթահարել ենք պատմական այն ցիկլը, երբ որ մենք թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ հետո դեն շպրտեն։
մենք դուրս ենք եկել այդ ցիկլից եւ այդ ցիկլից դուրս գալու շնորհիվ է որ մենք Հայաստանում հաստատել ենք խաղաղություն եւ Հայաստանի ժողովուրդը 2026 թվականի հունիսի 7-ին պետքա տեր կանգնի խաղաղությանը եւ ուրեմն ես ձեզ կոչ եմ անում հորդորում եմ խնդրում եմ որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք չեք քվեարկում 16-ին ո՞վ է քվեարկում 16-ին դե ուրեմն եկեք նաեւ ասենք ես ասում եմ ընտրություններ 2026-ին դուք ասեք քվեարկում ենք Չեք, ես ասում եմ քվեարկում ենք, դուք մենակ մի բառ ասեք 16-ին, տեսեք շատ կարճ բառ։ Ես այսքան բառեր եմ ասում, ձենս է կտրվել է, խնդրում եմ ինձ օգնեք։ Որից հետո մենք պետքա ասենք, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի։ Պետք է ասենք, որ պետությանը, ես պիտի ասեմ, դուք խնդրում եմ ասեք տեր ենք։ Ասեմ անկախությանը, դուք խնդրում եմ ասեք տեր եք, եթե տեր եք։ Եթե տերեք, իսկ տերեք, տերեք, դե հիմա կերևա, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Սանահինին, Ալավերդուն, Լոռու մարզին, Երևանին, Հայաստանին, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ։